Թեհրանի կենտրոնում համաժողովրդական ցույցեր են Իրանի միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի եւ Իսրայելի հարձակումները դատապարտելու կոչերով։ Մայրաքաղաքի Ենքելապ հրապարակում հավաքվածների շարքում է նաեւ նախագահ Փեզեշքյանը։ Միացյալ Նահանգները հունիսի 22-ի գիշերը հարվածեց Իրանի 3 միջուկային օբյեկտներին Նաթանզում, Ֆորդոյում եւ Սպահանում։ Նախագահ Թրամփը իր տված հրամանը ձևակերպեց երկրի միջուկային հնարավորությունների սահմանափակում։ Նա հայտարարել է, որ Թեհրանը պետք է համաձայնի ավարտել այս պատերազմը կամ Իրանին շատ ավելի լուրջ հետևանքներ են սպասվում։ Իրանի խորհրդարանը հայտարարեց, սպասում էին, որ Ֆորդոյի միջուկային օբյեկտի վրա հարձակում կլինի։ Այդ պատճառով տարհանում են իրականացրել։ Օբյեկտին անդառնալի վնաս չի հասցվել։ Երկրի ատոմային էներգիայի կազմակերպությունը հավելեց, Թեհրանը մտադիր չէ դադարեցնել միջուկային ոլորտի զարգացումը հարվածներից հետո Թրամփը որոշեց գլուխ գովել, թե ԱՄՆ ռազմաօդային ուժերի հարվածից հետո Իրանի միջուկային օբյեկտներին մոնումենտալ վնաս է հասցվել։ Թրամփը շնորհակալություն հայտնեց զինվորականներին ցուցաբերած հմտության համար։ Այս գիշեր արդեն ԱՄՆ նախագահը բացեց Պանդորայի արկղը, չբացառելով իշխանափոխությունը Իրանում։ Քաղաքական առումով սխալ է օգտագործել ռեժիմի փոփոխություն տերմինը, սակայն եթե Իրանի ներկայիս ռեժիմն ի վիճակի չէ կրկին Իրանը հզոր դարձնել, ապա ինչու՞ չփոխել ռեժիմը։ Թրամփը սոցիալական ցանցերում ժամ առ ժամ նոր թարմացումներ է անում, մեկ սպառնալիք գեներացնում Իրանի հասցեին, մեկ բանակցությունների սպասելիք ձևավորում։ Այդ ընթացքում Իրանում թունդ ընդգծում են, հետքայլի տեղ չկա ռազմական սպառնալիքի պայմաններում։ Միջազգային հարթակներում քննադատության ալիքը մեծանում է, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում Ռուսաստանը, Չինաստանը եւ Պակիստանը հանդես են եկել առաջարկով, որ 15 անդամ ունեցող մարմինը ընդունի բանաձև Մերձավոր Արևելքում անհապաղ եւ առանց նախապայմանների հրադադարի վերաբերյալ։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը նիստի ընթացքում հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից Իրանում իրականացված ռմբակոծությունները տարածաշրջանում վտանգավոր շրջադարձ են եւ կոչ է արել վերադառնալ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին։ Ռուսաստանում էլ Պուտին առողջի հանդիպումն է եւ ուրեմն էլի ինչ նորության սպասել Մերձավոր Արևելքից, որը անդադար եռում է ու օդում մեծ պայթունի վտանգ թողնում։ Թրամփը նախքան հարվածը հաշվարկել է ամեն ինչ, հետեւաբար ամեն ինչի պատրաստ է, ասում է ամերիկագետը։ Հիմա գնդակը Իրանի դաշտում է։ Այստեղ ամենակարևոր հարցը հենց դա է, արդյոք Իրանը ինչ-որ պատասխան քայլի գնալու է թե ոչ։ Առաջին եւ երկրորդ Հորմուզի նեղուցի փակման հետ կապված ինչ որոշում է Իրանը վերջին կայացնելու, սա մի բարդ իհարկե որոշում է լինելու, որովհետեւ այն շատ ցավոտ է լինելու նաեւ Իրանի համար, որովհետեւ Հորմուզի նեղուցով անցնում են համաշխարհային նավթի առևտրի շուրջ 20%-ը եւ այդ թվում հենց Իրանի նավթային պաշարների վաճառք։ Ինչու հեգեմոնը հարկ համարեց նշանն ուղղել դեպի միջուկային օբյեկտներ, փորձագետը ասում է, Իսրայելն իր գործողություններն ավարտել էր։ Խնդիրը վերջնական ձևակերպելու համար հերթն արդեն Վաշինգտոնինն էր։ Եթե ամերիկյան կողմը չէր ներկայացնում եւ հարված չէր հասցնում, ապա մեծ հաշվով Իսրայելը այդ պատերազմել էր անիմաստ դառնալ երկու հիմնական թիրախների, որոնց հնարավորություն չուներ Իսրայելը հարվածելու, իհարկե այդ հարցը չէր լուծի։ Թրամփը, որ խաղաղության Նոբելյան մրցանակի է հավակնում, այժմ աշխարհի երկու խոշոր հակամարտություններում առանցքային դերակատար է։ Դեռ ձմռանն էր խոստանում օր առաջ նպաստել ռուս-ուկրաինական հակամարտության դադարին, ակնհայտ է չհաջողվեց։ Շուրջ 6 անգամ բանակցությունների սեղանի շուրջ նստեցին Թեհրանի ու Վաշինգտոնի ներկայացուցիչները Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հարցով։ Այս պահին դժվար չէ արձանագրել, որ դարձյալ անհաջող փորձեր են, հակամարտությունները տաք են, ավարտը հեռու։ Տիգրան Գուրգինյան, ժամը լրատվական։